Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանը ընտրություններուն դարած համոզիչ հաղթանակին համար։ Դոնալդ Թրամփ մասնավորապես նշած է՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համապետական ընտրություններու մեջ վճռական հաղթանակին առիթով։ Ես շատ հբարդ էի աջակցելու անոր վերընտրության եւ կասկած չունիմ, որ անոր առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը պիտի հասնի մեծության եւ հաջողության այնպիսի մագարտակներու, որոնք պիտի քերազանցեն բոլոր ամենեն համարձակ ակնկալությունները, գրած է Trump Truth Social-ի վրա։ Իրաքի վարչապետ Ալի Ֆայեզ Էլ-Զայդին շնորհավորական ուղեր ցղած է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններու մեջ քաղաքացիական պայմանագիր գուսակցության հաղթանակին առիթով։ Իր ուղերձին մեջ վարչապետ Էլ-Զայդին վերահաստատած է Իրաքի հանձնառությունը կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը պիտի նպաստի երկու կողմերու հարաճընթացին եւ բարգավաճման։ Իրաքի վարչապետը ընդգծած է մարտահրավերներուն համատեղ դիմակայելու եւ տնտեսական ու զարգացման ոլորտները ներս համագործակցությունը բարելավելու կարեւորությունը։ Հավաքական անվտանգության պայմանագրի գազམ་ակերպության անդամ պետությունները պայմանավորված են դիտարկել Հայաստանի նկատմամբ կառույցի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը։ Պատճառը Երևանի կողմեն ավելի քան 2 տարի անդամավճարներ չվճարելն է։ Կազանի մեջ ընթացող ՀԱՊԿ-ի արտաքին գործոստ նախարարներու խորհրդի նիստի արդյունքները ամփոփելով հայտարարած է Ռուսաստանի արտաքին գործոստ նախարար Սերգեյ Լավրով։ Հայաստանի արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյան մեկնաբանելով իրավիճակը հստակեցուց Երևանի դիրքորոշումը։ Մենք անդամավճարներ չենք վճարել, որովհետև բարձրապես չենք մասնակցիր գազམ་ակերպության աշխատանքներուն։ Հայաստանը 2024 թվականին սարեցուց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին գառույցը մեղադրելով Հայաստանի նկատմամբ դաշնակցային բարդավորությունները չկատարելու մեջ։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարած են, որ չեն բացառել նաև գազམ་ակերպութենեն դուրս գալու հավանականությունը։ Ամերիկայի զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով նոր հարվածներ հաստուցած են Իրանի մեջ գտնվող թիրախներուն։ Իրանյան լրատվամիջոցներ հայտնած են երկրի քանի շրջաններում մեջ տեղի ունեցած բայթումներու մասին։ Ըստ մասին հայտնեցին նաև Ամերիկայի կենտրոնական հրամանատարությունը եւ CNN-ը։ Ռազմական գործողությունները որակված են որպես ինքնապաշտպանության միջոցառումներ՝ ի պատասխան Իրանի անհիմն եւ շարունակական հարձակումին։ Ամերիկյան ուժերը հարձակած են երկրի ներսը գտնվող բազմաթիվ ռազմավարական թիրախներու վրա։ Ինչպես նշած է Ամերիկայի պաշտոնյան ակցիոս ընդված մեկնաբանության մեջ գործողությունները կենտրոնացած են Սիրիկ նավահանգիստի մեջ, որը գտնվի Իրանի հարավը։ Ռազմանավերը շարք մթիրախային հարվածներ հաստուցած են այնտեղ։ Տեղական մեր լրատվական գործակալությունը հայտնած է Թեհրանի արևմուտքը օդային պաշտպանության ուժեղացման մասին, Թավրիզի մեջ արձանագրված են իրանյան հրթիռներու արձակումներ։ Իրան փակած է Հորմուզի նեղուց ամեն տեսակ նավերու, նավթադարներու եւ արևդրային նավերու համար հայտարարած է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը։ Իրանի զինված ուժերը նշած են, որ որոշումը կայացած է Միացյալ Նահանգներու հանցավոր գործողություններու, մասնավորապես որոշ հարավային շրջաններու վրա հարձակումի պատճառով։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթ հայտարարած էր զանգվածային հարվածներու մասին։ Հունիս 9-ին եւս Միացյալ Նահանգները հարվածներ հաստուցած է Իրանին ի պատասխան Տեհրանի կողմեն Հորմուզի նեղուցի մեջ ամերիկյան հարձակողական ուղղաթիռը խոցելուն համար։ Մատենատարանի վերականգնման բաժինը ավարտած է Ստեփան Զորյանի Դունդանկարանի քրատարանի 1839 թվականի մեծաթիր Ջաշոց տբակիր քիրքի վերականգնման աշխատանքները գայտնեն Մատենատարանեն։ Ջաշոց կոչվող ծիսական քիրքը թարեր շարունակ առանցքային թեր խաղացած է հայ հոգևոր եւ մշակութային իրականության մեջ։ Անիգա հայ արաքելական եկեղեցվո գլխավոր մատյաններն մեկն է, որը կներառե սրբազան ընթերցումներ, որոնք կհնչեն սուրբ պատարակներու եւ ժամերկություններու ադեն։ Ցեզի հդեր Անի Զեյթունցյանը